Սիրելի հեռուստատող, մենք գտնվում ենք քաղաքապետարանի հենց հոլում 3 տարի շարունակ բարի ավանդույթ դարձած այս միջոցառումը հավաքել բոլոր լրատվամիջոցներին մի հարկի տակ եւ նշել հին տոմարով նոր տարին բարի ավանդույթ է դարձել եւ տարեց տարի այն ել ավելի է իր մասշտաբները մեծացնում, որովհետև սերնդափոխություն է տեղի ունենում եւ բնականաբար երիտասարդները էստաֆետը ըստ արժանվույն ինձ թվում է կրում են։ Բոլոր դեպքերում շատ հետաքրքիր մարդկանց կհանդիպեք այսօր այստեղ, ովքեր հավաքվել են նշելու նոր տարին հին տոմարով եւ քաղաքապետը իր ողջույնի խոսքով հանդես կգա եւ մենք էլ կփորձենք հետաքրքիր հարցազրույց ծավալել այս ամենի շուրջ, կարծիքներ եւ շնորհավորանքներ դեռ առջևում են։ Ֆեյս կոնտրոլը շարունակվում է հայկական երրորդի եթերում, այնպես որ առաջարկում եմ մնալ մեզ հետ։ Բարև ձեզ, շնորհավորում ենք բոլորին ամանորի Սուրբ Ծննդյան ու բոլոր տոների կապակցությամբ։ Մեզ համար ճիշտ ասած հերթական առիթն է իրար հանդիպելու։ Բոլորս աշխատում ենք եթերում ու իրար տեսնելու հնարավորություն այդքան շատ չունենք ու այս գեղեցիկ միջոցառումը օգտակար հաճելի հետ ենք կարողացել զուգակցել, վերջապես բոլորս իրար տեսել ենք եւ իսկապես տոնում ենք այս օրը։ Նմանապես ամենակարևոր առիթը միմյանց հանդիպելն ու ջերմորեն շփվելն է։ Հին տարում ուզում եմ հին եւ արդեն ավանդական ճշմարտություններ մաղթել Տիգրան ջան ձեզ, ձեր հեռուստաընկերությանը, որ նորաբաց է եւ նոր ուղի է։ Ինչպես նաեւ բոլորին առողջություն, երջանիկ լինեն ու անպայման Հայաստանում առավոտները բացվեն խաղաղ։ Դե միանում եմ ընկերներիս խոսքերին, ավելացնելու ոչինչ չկա, լավ տարի, հոգսերը հնարավորինս պակասեն։ Շնորհավորում եմ։ Շնորհավորանքս կուզենայի, որպեսի ոնց որ Քյավառցին ասում, առավոտ լույսը բացվի իրար թամամ տենանք եւ կուզենայի այս բարի ավանդույթը շարունակվի ու ինձ թվում է շարունակական էլ կլինի եւ կուզենայի այս տարի քաղաքային իշխանությունն ու վարչական շրջանի ղեկավարները այնպես լավ աշխատեն, որպեսի մենք լրագրողներս առիթ չունենանք ասել սիրուն չի, Տարոն ջան, սիրուն չի։ 2014 թվականը համարենք հայ զինվորի, սահմանը պահող, խրամատում, քնող, վերկացող, խրամատի հողն ու ջուրը համտես անող զինվորի տարի համարենք, այդքան բան։ Ես ոնց հասկացա, տարեց տարի համալրվում են ուժերը, ամսագրեր, կայքեր, ռադիոյի եւ հեռուստատեսության մասնագետներ, շնորհավորում եմ նախ գեղեցիկ տոների առիթով եւ հետաքրքիր է քո տեսակետը այս գեղեցիկ ավանդույթի մասին։ Նախ եւ առաջ ես էլ իմ կողմից շնորհավորեմ մեր ազգին եւ ցանկանամ, որ այս տարի ամենակարևոր լինի բարեհաջող, ցնցումներից զուրկ, ոնց որ անցած տարի էր, երևի թե ամենակարևոր բանն էր, որ կարելի է այս տարի ցանկանալ, համերաշխություն, խաղաղություն։ Դե բնականաբար նման միջոցառումները խրախուսելի են եւ ողջունելի են
պետք է ես կարծում եմ ավելի շատ պետք է կատարվեն նման միջոցառումներ, հրավիրվեն լրատվամիջոցները, պետք է լրատվամիջոցները ոչ միայն հանդիպեն, ես կարծում եմ նման առիթների, այլ ընդհանրապես Շուտ ստեղծվեն առիթներ։ ստեղծվեն, այո, առիթներ, քանի որ մեր լրատվամիջոցները ոնց որ նոր են, վերջի տարիներն են սկսել իրար հետ ինչ-որ ընկերություն անել, շփվել, համագործակցել, հա, դա շատ ողջունելի է։ Եվ ես կարծում եմ, որ ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ նման երևույթով։ Քանի որ Հայաստանում ձևավորվել է իրոք ազատ խոսքի, ես բազմիցս ասել եմ, որ մենք երևի թե բողոքելու տեղ չունենք, ազատ խոսքը մեր մոտ բավականին բարձր մակարդակի վրա է։ Շամշյանը քիչ առաջ փաստեց։ Այո։ Երևի թե ես չտեսա ինչ արեց։ Հետո արդեն եթերում կտեսնես։ Էլի ու նորից շնորհավորում եմ, հաջող ու գեղեցիկ տարի նաև ձեր ամսագրի համար։ Շնորհակալություն։ Ես հիշում եմ դեռ շատ փոքր էի, երբ փորձում էի հեռուստացույցի առաջ նմանակել, թե ինչպես կարելի է լավ եթերում երևալ, Ստանիսլավսկու ասած, այսպես ականջս բռնում էի ու սկսում էի։ Բոլոր դեպքերում տարիները անցան, իրենց հետ կթողեցին, բայց մնայուն արժեքները երբեք չեն մոռացվում, եւ ես ուզում եմ շնորհավորել ձեզ գեղեցիկ տոների առիթով եւ ինչ կարծիքի եք ես գեղեցիկ ավանդույթի մասին, արդեն 3 տարի է գործում է եւ արդեն սերնդափոխություն է տեղի ունեցել, երիտասարդ սերունդներ են գալիս արդեն այս միջոցառմանը։ Դե ինչ կարծիքի կարող եմ ելեմ, բնական է դրական կարծիքի եմ, քանի որ սա եւս մեկ անգամ առիթ է ընձեռում, որպեսզի ավագ սերունդը հերթական հանդիպում ունենա երիտասարդ եւ միջին սերունդի հետ, քանի որ այստեղ միջին սերունդն էլ կա, եւ միգուցե սա էլ առիթ հանդիսանա, որ ինչ որ տեղով մեր փորձը կարողանանք փոխանցել, թեկուզ զրույցների միջոցով, թեկուզ պարզապես շփվելու միջոցով միմյանց հետ, եւ ես շատ ուրախ եմ, որ ես տեսնում եմ, որ խմբերով կանգնած են եւ ավագ սերնդի, եւ երիտասարդ սերնդի, եւ միջին սերնդի լրագրողները։ Դա նշանակում է, որ լրագրողական բանակը միասնական է մեզ մոտ։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորին, բոլոր իմ գործընկերներին, անկախ նրանից, թե որ հեռուստատեսությունում են, որ թերթում են աշխատում, որ ռադիոյում են, եւ ցանկանալ, որպեսզի միմիայն խաղաղ լուրեր կարողանան ներկայացնել մեր հեռուստադիտողներին եւ ընդհանրապես մեր հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին առաջին հերթին ցանկանում եմ խաղաղություն այս դժվար օրերին, որպեսզի մենք միշտ կարողանանք կապույտ երկնքի տակ ապրել եւ թող չունենանք թշնամիներ ընդհանրապես եւ ընդհանրապես ոչ մի ազգ թող չունենա թշնամի։ Նախ ասեմ ավանդույթի մասին, հրաշալի է, երբ որ կա հնարավորություն հավաքվելու, իրար ջան ասելու, բաժակ խփելու, սա պարտավորեցնում է, սա դրական էներգիա է մեկս մյուսին փոխանցելու լավ հնարավորություն է։ Էլ չեմ ասում, ճանաչում ենք այն մարդկանց, որոնք նոր են մտել այս աշխարհ, հա, եւ մեր մեծերին ենք նաեւ տեսնում, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում։ Շատ լավ բան է։ Իսկ ինչ վերաբերում է ինչ կմաղթեմ առաջին հերթին խաղաղություն։ Դա այն ամենակարևոր բանն է, որ պետք է մեզ հատկապես խաղաղություն։ Երկրորդը առողջություն։ Ինչպես ասում են, առողջ տարի լինի, հա։ Եվ երրորդը կուզենամ, որ մեր կիսված ընտանիքները միավորվեն։ Հա, բոլոր պանդուխները վերադառնան իրենց տուն, որովհետև սրանից լավ տեղ աշխարհում չկա։ Չի կարա լինի, մեզ համար, չի կարա լինի։ Այդքան տեսել եմ ու համոզվել եմ բազմիցս։ Մեզ համար, հայերիս համար, Հայաստանից լավ ոչ մի տեղ չի կարա լինի։ Բարի երեկո, շնորհավոր։ Հետաքրքիր է ձեր տեսակետը այս գեղեցիկ ավանդույթի մասին եւ շնորհավորանքները հեռուստադիտողին 2015-ին համով շուրթերից։ Նախ եւ առաջ իհարկե շնորհակալություն եմ հայտնում մեծարգո քաղաքապետ Արոն Մարգարյանին, շատ գեղեցիկ ավանդույթ է։ Մեկ անգամ եւս ունենում ենք հնարավորություն շփվելու շատ ու շատ հին ու հարազատ ու թանկ ընկերներով եւ ուրախ եմ, որ ժամանակի հետ մեկտեղ արդեն, այսպես ինձ ասացին, Ստարայ գվարդիա, այսինքն արդեն Ստարայ գվարդիան եմ ներկայացնում եւ իհարկե ուրախ եմ, որ նաեւ երիտասարդներն են, լրագրողներն են, մտերիմ լավ ընկերները եւ իհարկե օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորի նախ եւ առաջ Սուրբ Ծնունդը, ապա ամանորը լինի առողջության, բարեբերի եւ համով տարի։ Ես ողջունում եմ քաղաքապետի
բոլոր նախաձեռնությունները եւ մեր համագործակցությունը դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ միասին համագործակցելու այնպես որ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր։ Պարոն Մարգարյան, շնորհավորում ենք գեղեցիկ տոների առիթով մի փոքր էս բարի ավանդույթի եւ առասարակ ձեզ շնորհավորանք հեռուստադիտողների։ Արդեն իմ շնորհավորանքը հեռուստադիտողներին ասել եմ, բայց կրկին անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալ թող 2015 թվականը լինի հաջողության, առողջության, ձեռքբերման տարի լինի, թե մեր երկրում, թե մեր համայն հայության մայրաքաղաքում։ Իսկ քաղաքը ծլի բուսնի ծլարձակի։ Ինձ թվում է քաղաքը օր-օրի ծլում է, պետք է բոլորս միասին տեր կանգնենք մեր քաղաքին։ Շնորհակալություն։